Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 122 Աչքերս դեպի քեզ բարձրացրի, Տեր, դու, որ բնակվում ես երկնքում, ինչպես ծառաների աչքերն իրենց տերերի ձեռքին, ինչպես աղախնի աչքերն իր տիրոհու ձեռքին, այնպես էլ մեր աչքերն ուղղված են քեզ, Տեր Աստված մեր, մինչև որ գթաս մեզ։ Գթամ ես, Տեր, գթամ ես, քանզի բազում արհամարանքներ կրեցինք։ Մեր հոգիներն անչափ լցվեցին մեզ անպատվողների նախատինքներով և ամբարտավանների անարգանքով։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 126 Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա, իզուր եք վաղ արթնանում, արդ վեր կացեք, քանի դեռ չեք ննջել, դուք տառապանքի հացն եք ուտում, մինչ նա քուն է տալիս իր սիրելիներին։ Տիրոջ ժառանգությունը նրա որդիներն են, որոնք նրա վարձն են, պտուղը նրա որովայնի, ինչպես նետերը հզորի ձեռքում, այնպես են որդիներն անկյալների, երանի նրան, ով իր ուզածի չափ կառնի այդ նետերից, երբ դարպասի մոտ իր թշնամիների հետ խոսելու լինի, նա ամոթով չի մնա։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 140 Տեր, ձայն տվի քեզ, լսիր ինձ, և ուշ դարձրու աղոթքիս ձայնին, երբ քեզ եմ կանչում։ Տեր, թող աղոթքս քեզ ուղղվի որպես խունկ, ձեռքերիս կարկառումն իբրև երեկոյան պատարագ, պահապանիր Տերին բերանին, և ամուր դուր իմ շրթներին, որ սիրտս չհակվի չարության խոսքին, մեղքի պատճառով դառնալով անօրենություն գործող մարդկանց նման։ Ես նրանց հաճելի բաներին չեմ հաղորդակցվի, թող արդարը խրատի ինձ ողորմությամբ ու հանդիմանի, բայց մեղավորի յուղը թող գլուխս չոցի, աղոթքս պիտի հակադրեմ նրա կամքին, նրանց դատավորները կուլ գնացին ժայռի մոտ, թող լսեն խոսքերն իմ, որ քաղցրեն, ինչպես թանձր հողը, որ սփռված է երկրի վրա, այնպես պիտի ցրվեն նրանց ոսկորները դժոխքի մոտերքում։ Տեր, Տեր, քեզ են ուղղված աչքերն իմ, հույսս դրի քեզ վրա, մի հանիր ինձնից իմ հոգին, պահպանիր ինձ իմ դեմ լարված թակարդից և անօրենություն գործողների գայթակղությունից, թող մեղավորները նրա ցանցերն ընկնեն, և միայն ես անցնեմ գնամ։ Դավթի Սաղմոսների գիրքը, գլուխ 144 Պիտի փառաբանեմ քեզ, Աստված իմ և թագավոր իմ, ու հավիտյան և հավիտյանս հավիտենից քո անունն օրհնեմ, գիշեր ցերեկ քեզ օրհնություն պիտի մատուցեմ, ու հավիտյանս հավիտենից պիտի գովաբանեմ անունը քո, մեծ է Տերն ու անչափ օրհնյալ, և նրա մեծությունը սահման չունի, սերնդից սերունդ պիտի գովեն գործերը քո և պիտի պատմեն զորությունները քո, քո սուրբ փառքի մեծ վայելչության մասին պիտի խոսեն և քո հրաշագործությունները պիտի պատմեն, քո ահավոր զորությունը պիտի նկարագրեն և քո մեծությունը պատմեն,
քո մեծ բարության հիշատակը պիտի ավետեն եւ պիտի ցնծան քո արդարությամբ։ Գթասիրտ եւ ողորմած է Տերը, համբերատար եւ ողորմաշատ։ Տերը քաղցր է բոլորի հանդեպ, եւ նրա գթությունը տարածվում է նրա բոլոր արարածների վրա։ Քո բոլոր գործերը Տեր քեզ գոհություն պիտի մատուցեն, եւ քո սրբերը պիտի օրհնեն քեզ։ Քո արքայական փառքի մասին պիտի խոսեն եւ քո զորությունները պիտի պատմեն, որ մարդկանց որդիները ճանաչեն զորությունները քո եւ մեծ վայելչությունը արքայական քո փառքի։ Քո արքայությունը ողջ հավիտենության արքայությունն է եւ քո տերությունը սերնդից սերունդ։ Հավատարիմ է Տերն իր բոլոր խոսքերում եւ արդար է նա իր բոլոր գործերում։ Տերն ամուր է պահում բոլոր սայթաքողներին եւ ոտքի կանգնեցնում բոլոր գլորվածներին։ Բոլորի աչքերը քեզ վրա են հառացույցով, եւ դու ես տալիս նրանց կերակուրը ժամանակին։ Տալիս ես դու նրանց եւ սնվում են նրանք։ Բացում ես ձեռքը քո եւ քո քաղցր կամքով հագեցնում ես բոլորին։ Արդար է Տերն իր բոլոր ճանապարհներին եւ սուրբ է նա իր բոլոր գործերում։ Տերը մոտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն, բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն ճշմարտապես։ Իրենից ակնածողների կամքը կատարում է Տերը, լսում է նրանց աղոթքն ու փրկում նրանց։ Տերը պահպանում է բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն, եւ Տերը կործանում է բոլոր մեղավորներին։ Բերանս Տիրոջ օրհնությունը պիտի խոսի։ Ամեն կենդանի էակ պիտի օրհնի սուրբ անունը նրա հավիտյան եւ հավիտյանս հավիտենից։